ոչ նախաձեռնեցիք վարչապետի ձեր տեխնացուի անունը, բայց ես անում երկու հարցերից ձևակերպել այս մամուլի սրահում կա վարչապետի տեխնացու թե ոչ, դա որպես իսկություն, բայց ցուցակից է լինելու, թե այլովայնենիվ հնարավոր է նախընտրական ցուցակում չլինի այդ տեխնացուները, թե շանսինքներ հենց այդ ցուցակից այլովայնենիվ ընտրությունը նրանց միջև կատարվի, մենք տեսնում ենք, որ այս օրերին նաև Գագիկ Ծառուկյան անցած հանդիպումներ ունենող տարբեր մարզերում ինչպիսին է ազդակը շանսերի վերաբերյալ ինչպես է գնահատում, և նաև վերջին հարցը հայտարարել եք, որ Ռոբերտ Քոչարյանին ձայն չեք կարող, եթե վարչապետի տեխնացու ինքը լինի, սա Գագիկ Ծառուկյանի կողմից եղել հայտարարությունը, նաև եղել է հայտարարություն, որ այնուամենայնիվ կտրվի ԲՀԿ-ի կողմից այն ընդդիմադիրություն, որը առավել շատ ձայն հավաքի, եթե այդ շատ ձայն հավաքողը լինի Ռոբերտ Քոչարյանը, այդ դեպքում ինչպես է վարվելու Շնորհակալություն հարցի համար, Փայլակ ջան, ես իհարկե շատ եմ գնահատում քո ստեղծագործ միտքը եւ նույն հարցը տարբեր ձևակերպումներով հնչեցնելու ունակությունը, բայց եկեք չմոռանանք, որ ես էլ եմ մասնագիտությամբ լրագրող եւ ես էլ նույն հմտությամբ տիրապետում եմ ցանկացած տեսակի հարցերին, այսպես տարբեր ձևակերպումներով նույն հարցին հնչեցնելու, պատասխանելու ունակությամբ։ Հիմա որ ձևակերպումով էլ որ հարցը հնչեցվի, ես այս պահին որևէ հստակ անուն չեմ ասելու բնականաբար, որովհետև կրկնում եմ, օրենքով մենք չունենք որևէ սահմանափակում կամ պարտադրանք հնչեցնելու վարչապետի տեխնացուի անունը, այո, այս կամ այն ժամանակահատվածում, երբ որ կգա պատեհ պահը, երբ որ կհասունանա իրավիճակը, քաղաքական իրավիճակը եւ քաղաքական թիմի եւ քաղաքական թիմի ղեկավարի նպատակահարմարությամբ, բնականաբար կտրվեն բոլոր ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները։ Ինչ վերաբերվում է այս օրերին կուսակցության նախագահի մարզային այցերին եւ հանդիպումներին, մենք բնականաբար մեր համար լավագույն սոցիոլոգիական հարցումը եւ լավագույն ցուցիչը դա իսկապես այն ջերմությունն է, այն հյուրընկալությունն է, որին որ արժանանում է Գագիկ Ծառուկյանը եւ քաղաքական թիմի անդամները այդ հանդիպումների շրջանակներում։ Իրապես բարձրաձայնվող հարցերի շարքը շատ է եւ այս օրերին էլ անգամ մեր մասնագետները աշխատում են այդ հարցերի հավաքագրման, հույքագրման ուղղությամբ եւ անընդհատ փոփոխություններ են մտցվում ոչ միայն նախընտրական ծրագրում, նախընտրական ծրագիրը արդեն հաստատված է, ասացինք, բայց կա նաև դա կենսագործելու ճանապարհային քարտեզ եւ այդ ճանապարհային քարտեզում անընդհատ փոփոխություններ են տեղի ունենալու։ Ինչ վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանի կամ ցանկացած մնացած տեսակի համագործակցությունների, որի մասին անդադ մամուլը բարձրաձայնում է, տեսեք քաղաքականության մեջ եթեներով խոսելը դա անշնորհակալ գործ է, այսպես ասենք։ Իրադարձությունների կա կոնկրետ գործընթաց։ Մենք պատրաստվում ենք նախընտրական քարոզարշավին։ Նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքում ոչ միայն Գագիկ Ծառուկյանը, ով այցելություններ է կատարելու հանրապետության բոլոր մարզեր, մեծ եւ փոքր ձևաչափի հանդիպումներ է ունենալու, այնպես էլ քաղաքական թիմի բոլոր անդամները տարբեր խմբերով այցելելու են հանրապետության մարզեր, գյուղեր, մեծ ու փոքր համայնքներ, տարբեր ձևաչափերի հանդիպումներ են անցկացնելու։ Մենք այս պահին մեր գերխնդիրը, մեր ծրագիրը, երկրի զարգացման մեր տեսլականը ժողովրդին ներկայացնելն է։ Մնացած բոլոր հարցերի հետ կապված մենք դեռ շատ երկար զրուցելու եւ հրապարակային եւ ոչ հրապարակային զրուցելու հնարավորություններ դեռ շատ կունենանք։ Շնորհակալություն։ Ես ուզում եմ խնդրել, որպեսզի վերջին հարցը հնչեցվի, որովհետև մենք ուղիղ 5 րոպեից այլ միջոցառում ունենք։ Համեցեք։